Ազգային ժողովում այսօր այլ իրադարձություններ են եղել անցած տարվա բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին այսօր մասնակցել է Երևանի քաղաքապետը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նա ասել է, որ Հաչափնյակի մետրոյի կայարանը կառուցվելու է։ Խոսել է նաև գյուղատնտեսությունից, մի քանի ուշագրավ թվեր կան, տեսնենք ինչ է պատմում մեր գործընկեր Մոնիկա Հայրոյանը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2024-ին նախորդ տարվա համեմատ աճել է 1,6%-ով եւ կազմել 958,8 միլիարդ դրամ։ Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվության հերթը գյուղոլորտի պատասխանատուինն էր։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ իրականացվում է 5 հիմնական ծրագիր, որոնք նպատակ ունեն բարելավել ոլորտի արդյունավետությունը եւ ապահովել կայուն աճ։ Նշեմ, որ բուսաբուծության ոլորտում արձանագրվել է 455,6 միլիարդ դրամ, որը աճել է 0,9%-ով, իսկ անասնաբուծությունը շուրջ 503,2 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 2,2%-ով։ Ընդդիմությունը դժգոհել է գյուղոլորտի ընդամենը 1,6%-ով աճի ծավալից, թեև ծախսվել են զգալի ֆինանսական միջոցներ։ Հայաստան խմբակցության падգամավոր Արման Ղազարյանը կարծիք է հայտնել, որ այդ աճն էլ հիմնականում պայմանավորված է ծաղիկների, ինչպես նաև կոնյակի եւ կոնյակի սպիրտի արտահանմամբ։ Ըստ նրա, հողագործության եւ անասնապահության ոլորտներում գրանցվել է էական անկում, անգամներով նվազման ցուցանիշով։ Շատ ջերմոցային տնտեսությունները նաև ծաղկի արտահանում են, արտահանմամբ են սկսել զբաղվել, բայց դա չի նշանակում, որ միրգ բանջարեղենի արտահանումը նվազել է կամ դա միայն ծաղկի արտահանման արդյունքում